Ողջույն հարգելի հայրենագիտներ, վերջին ժամանակներս տարբեր մարդկանց կողմից տարբեր առիթներով շատ է խոսվում մեր լավագույն թագավորներից մեկի Պապ թագավորի մասին։ Կարծիքները, տեսակետները հակասական են, եւ դրական, եւ բացասական։ Պապ թագավորի մասին ճշմարտությունն իմանալու համար հարգելիներս, տեսանյութը դիտեք մինչև վերջ։ Պապը ծնվել է 353 թվականին, հայրը Արշակ II Արշակունի թագավորն էր, մայրը Փարանձեմ Թագուհին։ 14 տարեկանում զրկվել է հորից։ Բանն այն է, որ Պարսից Շաբուհ երկարակյացը Պապի հոր Արշակ II-ին եւ նրա քաչ սպարապետ Վասակ Մամիկոնյանին հրավիրել էր իր մոտ դաշինք կնքելու պատրվակով եւ նենգորեն կալանքի տակ էր արել եւ ուղարկել էր անհուշ Բերդ։ Թագավորին եւ սպարապետին բանդարգելուց հետո Շաբուհը 50,000-անոց զորք ուղարկեց Հայաստան երկիրը նվաճելու։ Փարանձեմ Թագուհին Թագաժարանք Պապին եւ Մուշեղ Մամիկոնյանին ուղարկեց հռոմեական կայսրություն Վաղես կայսրից օգնություն խնդրելու, իսկ ինքը 10,000-անոց հայկական զորքով ամրացավ Արտագերս ամրոցում։ Բերդի պաշարումը շարունակվեց 14 երկար ամիսներ, չստանալով հռոմեացիների կողմից խոստացած օգնությունը եւ համաճարակի հետևանքով կորցնելով Բերդի պաշտպանների մեծ մասին, Փարանձեմ Թագուհին ստիպված էր Բերդ հանձնել պարսիկներին։ Պարսիկները կողոպտեցին արքունի գանձերը, իսկ Թագուհուն գերեվարեցին եւ տեղափոխեցին Պարսկաստան, որտեղ հայոց Թագուհուն տանջամահ արեցին Շաբուհի հրամանով։ Պարսիկներն ավերեցին Արտաշատը, Վաղարշապատը, Զարեշատը, Զարեավանը եւ բազմաթիվ այլ բնակավայրեր։ Մյուս կողմից էլ հայ նախարարներն ու եկեղեցին էին պառակտում առանց այն էլ կորզանման եզրին հասած երկիրը։ Այս ծանր պայմաններում գտնվող Հայաստանին հարկավոր էր ոչ միայն քաջ զորապետ, այլև մի ամուր բռունցք։ Թագաժարանք Պապը 370 թվականին հռոմեական 10,000-անոց զորքով եւ մի քանի հայ նախարարների ուղեկցությամբ վերադարձավ Հայաստան եւ բազմեց գահին։ Նա ընդամենը 17 տարեկան էր։ Լարված էին հարաբերությունները նաեւ թագավորի եւ կաթողիկոսի միջեւ։ Պապին հաջողվեց շտկել հարաբերությունները ներսես մեծ կաթողիկոսի հետ եւ վերացնել Արշակունյանց եւ լուսավորչական տոհմերի միջև եղած ադելությունը։ Կարճ ժամանակում կարգի բերեց երկրի գործերը։ Մուշեղ Մամիկոնյանն էլ չարաչար բաժեց հայ դավաճաններին։ 371 թվականի ամռանը պարսիկները նորից ներխուժեցին Հայաստան։ Պարսիկների կողմից կռվում էին աղվաններն ու լեզգինները։ Պարսիկների կողմից էր նաեւ դավաճան Մերուժան Արծրունին, ով հավակնում էր հայոց գահին։ Այս կռվում հայ հռոմեական ուժերը լիակատար հաղթանակ տարան։ Պարսիկները փախուստի դիմեցին։ Փախուստի դիմեց նաև դավաճան Մերուժան Արծրունին, բայց հայոց Սմբատ Բակրատունին հետապնդեց դավաճանին, բռնեց